Հունիսի 8-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է հոգեգալուստի տոնը։ Այդ օրն առավել մարդաշատ էր Շիրակի թեմի Մարմաշեն վանական համալիրում, որտեղ թե Շիրակի թեմից եւ թե այլ թեմերից բազմաթիվ հավատացյալներ եկել էին մասնակցելու Սուրբ ու անմահ պատարագին։ Պատարագիչը Տեր Փարեն Քահանա Պետրոսյանն էր, ով աննկարագրելի հզորությամբ մատուցեց Սուրբ պատարագը։ Մեծ թվով հավատացյալների մասնակցությունը ուներ նաև հստակ ուղերձ, այն պատասխան էր այսօր եկեղեցու դեմ տարվող ճղճիմ անարժեք անբարո արշավին, որն ինչպես գիտեք ուրացողների վիրտուալ գրառումներից զատ կոնկրետ ագրեսիվ քայլերով արտահայտվեց այս վանական համալիրում, նրա սպասավոր Տեր Փարեն Քահանայի նկատմամբ։ Դու թակած ունենասի, հայկեզի կադաստրի թուղթը վերտենամալը, տնա որտեղի։ Մեր թշնամիները իրենց նպատակները սպասարկող ներքին հուդաների օգնությամբ բացահայտ կերպով հարձակվել են մեր ինքնության վերջին հոգևորսյան հայաստանյաց առաքելական եկեղեցու վրա։ Այդ իսկ պատճառով միասնական պատարագին մասնակցողները ինքնակազմակերպվել էին վասն հավատով, վասն հայրենյաց պատգամի ներքո։ Ես եմ եկեղեցին, մենք ենք եկեղեցին կարգախոսով։ Տոնի Սուրբ Հոգու շնորհաբաշխ էջքի խորհրդով հավատացյալները շնորհ, իմաստություն եւ ուժ էին խնդրում Աստծուց մեր ինքնության եւ հավատքի դեմ տարվող այս բացահայտ պատերազմում։ Այսօր մենք մասնակցելով անմահ ու Սուրբ պատարագին Մարմաշեն վանական համալիրում այս կերպ փորձեցինք մեր աջակցությունը հայտնել մեր եկեղեցուն այս արշավին ապարժեք ճղճիմ արշավին ի պատասխան օրը պատահական չէր այսօր հայ եկեղեցին նշում է հոգեգալստյան տոնը եւ Սուրբ Հոգու շնորհաբաշխ այս էջքի խորհրդով մենք էլ պետք է կարողանանք այդ շնորհքը վերցնել եւ կարողանանք մեր պայքարը, արտար պայքարը հանուն Աստծո, հանուն Քրիստոսի, հանուն մեր եկեղեցու եւ հանուն հայրենիքի առաջ տանել։ Առաջիկայում հայ եկեղեցու կարևոր եւ նվիրական տոներն են հունիսի 21-ին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նշում է ամենանվիրական տոներից մեկը՝ Գրիգոր Լուսավորչի ելքը խոր վիրապից, որը համարվում է մեր ազգի հոգևոր մեծ դարձի սկիզբը։ Հունիսի 22-ը Սուրբ Էջմիածնի տոնն է, հետևաբար առիթը կա առավել մեծ միասնականությամբ, միասնական մեծ ուխտով աջակցել մեր մայր եկեղեցուն, մասնակցելով մայր տաճարում մատուցվող պատարագին։ Մենք այս պայքարի ձևաչափն ընտրել ենք հաշվառնելով առաքելական Սուրբ եկեղեցու 3 կարևոր տոներ։ Առաջի տոնը հենց այսօր էր, որը նշանավորվում էր Սուրբ Հոգու էջքով, որպես հոգեգալստյան տոն, բայց դիմացն էլ ունենք 2 կարևոր տոներ, որոնք նույնպես պետք է շարունակվեն այս տրամաբանության մեջ։ Մեկ ամսի 21-ին Գրիգոր Լուսավորչի խոր վիրապից դուրս գալու տոնն է եւ հաջորդ օրը ամսի 22-ին Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնն է։ Եվ այս 3 տոները պետք է ամբողջացնենք որպես մեր պայքարի մեկ ձևաչափի տրամաբանության մեջ եւ այդ խորհուրդները կրելով այս դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Իսկ Գրիգոր Սուրբ Լուսավորչի տոնը որպես խորհուրդ, որ ինքը դուրս եկավ խոր վիրապից, խոր փոսից, զնդանից, այդպես էլ մենք պետք է դուրս գանք այս վերջի տարիների այս խարխափումներից, այս անկյալ վիճակից, այս պարտված վիճակից եւ քայլենք դեպի հաղթանակ, դեպի լույս, դեպի ճշմարտություն։ Եվ այն պետք է լինի մեր համազգային ապաշխարության եւ զղջումի աղոթքի եւ պատարագի օր։ Ամսի 21-ը որպես Գրիգոր Լուսավորչի տոն։ Իսկ հաջորդ օրը, որ պետք է շարժվենք դեպի Սուրբ Էջմիածին, պետք է լինի մեր արդեն դարձի եւ ճշմարիտ ճանապարհով մեր ուխտը վերահաստատելու տոն եւ օր եւ աղոթք եւ պատարագ, Սուրբ պատարագ առ Աստված։ Այս առումով այս 3 տոները պետք է միահյուսել եւ կոչ կանենք մեր հայրենակիցներին այս ողջ հաղթական ընթացքին որպես աղոթքի ճանապարհ, որպես ճշմարտության ճանապարհ անցնենք միասին եւ դավադիր ուժերին ցույց տանք, որ մենք մեր եկեղեցու կողքին ենք, որ մենք մեր եկեղեցու ներսում ենք, որ մենք ճշմարիտ հավատքի կրողներն ենք։
Հոգևոր Սարդարապատի օրը եւ ժամը մոտենում է։ Օրհնյակին, մինչև մահ Տերս, Տեր եմ